Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ բացատրություն ունեք, որովհետև հիմնականում ասում են, որ ձեր շուրջ ստեղծված այս աղմուկը պայմանավորված է այն մարդկանց հետ, ովքեր որ քրեական ենթամշակույթին են պատկանում եւ դուք նրանց հետ ջերմ հարաբերություններ ունեք։ Խնդրեմ, որ նման բան է ասում, որևէ հիմնավորում ներկայացնի։ Լուսանկարներ էր տարածվել ձեր եւ Չաղրուստամի։ Ես որևէ քրեական ենթամշակույթի հետ երբևէ կապ չեմ ունեցել։ Բայց ընկերներ ունեք։ Ես չունեմ նման ընկերներ։ Ես որևէ ընկեր չունեմ, ով հանդիսանում է քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, այսինքն քրեական հեղինակություն կամ օրենքով գող, չկա նման բան։ Ասեմ ավելին, ես միակ պատգամավորն եմ, ով ազգային ժողովը մշտապես բարձրացրել է քրեական ենթամշակույթ կրող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ որևէ առումով աշխատանքը առաջ չի գնացել, այսինքն տրամաբանական եք համարում, որ միակ պատգամավորը, ով ելույթներով ներքին գործերի նախարարին հարց տալով, բարձրացնելով քրեական ենթամշակույթ կրող անձանց հարցը, իրեն մեղադրում են, ասում են այս պատգամավորը կապ ունի քրեական ենթամշակույթի հետ։ Այսինքն միակ անձն է, ով դրա մասին ազգային ժողովում բարձրաձայն խոսացել է, դա նշանակում է, որ ես սատարում եմ քրեական ենթամշակույթին։ Այսինքն երբ ես ասում եմ, որ օրենքով սահմանվում է, որ քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունենալը, տալը, ստանալը, պահպանելը նախատեսում է քրեական պատասխանատվություն, պատիժ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում, ինչու չի օրենքով սահմանված նորմը կիրառվում, քանի որ ունենք օրենքով տասնյակ օրենքով գողեր, ովքեր գտնվում են ազատության մեջ, ինձ անհասկանալի պատասխաններ են տալիս ուժային կառույցները, որ ինչ-որ անձանց մասով գնում է քրեական գործեր, ինչ-որ անձանց մասով չկա տեղեկատվություն, մինչդեռ այդ տեղեկատվությունը, որ մենք ունենք տասնյակից ավել մոտ 2 տասնյակ օրենքով գողեր, նույն ներքին գործերի նախարարությունն է ինձ տրամադրել։ Այսինքն ինձ տրամադրում են, որ մենք ունենք 2 տասնյակ օրենքով գողեր, նաև ինձ տրամադրում են տեղեկատվություն, որ որևէ գող կալանքի մեջ չի գտնվում, բացառությամբ մեկ վրացի գողերով Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի, այլ հոդվածով էր կալանավորվել եւ դատարանում չգիտես ոնց հայտարարել է, որ հանդիսանում օրենքով գող, նաև քրեական ենթամշակույթի հոդվածն է նրա վրա ավելացել, բացառությամբ այս դեպքի այս վիճակագրությունը ասում եմ անցած տարվա դրությամբ, որովհետեւ նոր վիճակագրություն չեմ բա, չենք ունեցել որևէ օրենքով գող, ով գտնվում է կալանքի մեջ։ Ունեցել ենք ովքեր գտնվել են տնային կներեք վարչական հսկողության տակ, այսինքն բրասլետով կամ գրավի դիմաց են դուրս եղել, ունեցել ենք բազմաթիվներ, ովքեր քրեական գործերը կարճվել են։ Այսինքն այս պայմաններում ու գալ ասել, որ Սարգսյան Հայկը քրեական ենթամշակույթին հովանավորում է, դրա համար պիտի լինի, չլինի ցուցակում, սա ոչ միայն սուտ է, այլ սա չեմ կարող այլ նկարագրել։ Բացատրություն, հա, ունենք նաև, որ ամեն դեպքում ձեզ թիմից մերժում են, կուսակցությունից մերժում են, դուք ինչ բացատրություն եք, ինչով է Ես բացատրություն չունեմ, այլ հարցեր ունեք։ Որ է այլ կուսակցությունով մասնակցեք, եթե ոչ ԿՊՕ։ Չկա նման հարց։ Եթե այլ հարցը չունեք, ամփոփենք, որտեղ հարցերը կրկնվում են։ Կառավարության հետ եւս խնդիրներ ունեք։ Կառավարության հետ որևէ խնդիր ըստ իս չկա։ Ես շատ հաջող կերպով 5 օրենքի նախագիծ եմ ընդունել, որոնց կառավարությունը տվել է դրական եզրակացություն։ Այսօր 6-րդ օրենքն է քննարկվել հանձնաժողովում, որին նույնպես կառավարությունը տվել է դրական եզրակացություն։ Պատրաստվում եմ առաջիկա մի շարք օրենքի նախագիծը շրջանառել մինչև իմ լիազորությունների ժամկետի ավարտը եւ համագործակցել կառավարության հետ։ Շնորհակալ եմ, եթե այլ հարցեր չկա։ Չկա նման հարց։ Պարոն Սարգսյան, այսօրին ձեզ տեսնում են գերիների հարազատներից մեկի հետ եւ շատ են խոսակցությունները, որ դա ձեր PR-ի համար եք դուք անում։ Ցավում եմ, որ նման խոսույթ կա, բայց նաև օբյեկտիվ է, որ կարա նման տպավորություն ձևավորվի, որ Սարգսյան Հայկը որոշել է PR անել սեփական անձը, նշեմ, թե ինչպես է եղել դեպքը եւ ինչպես է եղել կոնկրետ այս մասնավոր դեպքը, որ տեղի ունեցել 3։ Ուրեմն 3 չէ առաջի օրը մենք տեղեկություն ենք ստանում եւ եղբայրս, որ գերիներից մեկի կինը, ով բնակվում է Լիբանանում, ազգությամբ արաբ, Լիբանանի արաբ, Լինդա անունով կինը, ցանկանում է գալ Հայաստանի Հանրապետություն, որպեսզի տեսնի իր ամուսնուն, ով 5 տարի եղել է գերեվարված, 5 տարի 2 ամիս եղել է գերեվարված Ադրբեջանում։ Նման միտք է հնչել, որ նա չունի տոմսի գումար, որպեսզի վերադառնա հայրենիք։ Մենք կապվել ենք իր հետ, որպեսզի լուծենք այդ հարցը, որպեսզի նա վերադառնա։ Իմացել ենք, որ արդեն այլ հայրենակից, ով հետագայում ասեցին այլ դաշնակցության ներկայացուցիչը, տոմսը գնել է։
Ես չեմ ուզում, որպեսզի ստեղ որևէ քաղաքական հայացք կամ կուսակցական պատկանելություն տանանջատենք։ Շնորհակալ եմ այդ մեր հայրենակցից, դաշնակցության այդ կուսակցության ներկայացուցիչ կամ համակրից, չգիտեմ ով է, եղբայրս իր հետ խոսած է, ով գնել է այդ տոմսը, մենք ենք պատրաստվում գնել, ինքն է գնել, շատ շնորհակալ ենք դրա համար։ Լինդան վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, մենք իր հետ խոսել ենք, նա չուներ Հայաստանի Հանրապետությունը ոչ ընկերներ, ոչ բարեկամներ։ Մենք ցանկություն ենք հայտնել նրան օդանավակայանում դիմավորելու, որպեսզի ուղեկցենք, տանենք եւ իր ամուսնու հետ հանդիպի։ Շատ ուրախացել է, իդեպ Հայաստան վերադառնալուց հետո ասել է, որ ձեր զանգից հետո եմ որոշել վերադառնալ, քանի որ միջև դա չէի հավատում, որ ամուսնուս ազատ են արձակել, տեղեկատվությունը, որ ամուսնուն արձակել են, ստացել է լրատվականներից մեկից եւ չի հավատացել, ասել է ինչու եք իմ նյարդերի հետ խաղում, ինչու եք նման կես տեղեկատվություն տալիս։ Միայն մեր խոսքից հետո նա հավատացել է եւ վերադարձել է, սա ասում եմ իր խոսքի մեկնաբանություններով։ Նրան դիմավորել ենք օդանավակայանում եւ ուղեկցել ենք, գնացել ենք հոսպիտալ, որտեղ պահվում էին մեր երևարված գերությունից վերադարձած տղաները։ Ասել են, որ նա գնացել է քննչական կոմիտե։ Միասին Լինդայի հետ գնացել ենք մեր տուն, որտեղ մոտ 5-6 ժամ սպասել ենք։ Քննչական կոմիտեից երբ ասել են, որ արդեն ավարտվել է գործողությունները, գնացել ենք եւ նրանք հանդիպել են ամուսիններով։ Դրանից հետո, քանի որ չեն ունեցել այլ ուղեկցող անձ, չեն ունեցել բարեկամներ, ընկերներ, չեն ունեցել որևէ դրամ իրենց գրպանում, մենք շարունակել ենք նրանց ուղեկցել, տանել հյուրանոց, այսօր առավոտյան, քանի որ ես նիստի ընկերներիցս մեկին եմ խնդրել, որպեսզի նրան եւս մեկ անգամ տանի քննչական կոմիտե, այսինքն այս աշխատանքը մենք անում ենք հասարակական հիմունքներով, որպես քաղաքացի, տեղյակ ենք, որ այս անձինք չունեն բարեկամներ Հայաստանի Հանրապետություն, չունեն ֆինանսական միջոցներ, չեն ճանաչում քաղաքը եւ անհրաժեշտություն կա նրանց քաղաքում ուղեկցելու։ Այսինքն, եթե Լինդան օրինակ գար օդանավակայան Լիբանանից, որտեղ անհամեմատ ավելի տաք է, քան Հայաստանում, եւ չիմանալ որտեղ է պահվում իր ամուսինը, չիմանալ թե ինչպես կարող է հասնել նրան, տեսակցել, չունենալով հեռախոսի համար, չունենալով ինտերնետ եւ այլն, նա չէր կարողանում դա կազմակերպել, մենք փորձել ենք սա կազմակերպել եւ կարող է դա սա դիտվել որպես PR, բայց մենք սա արել ենք մեր հանգստության համար, որովհետեւ դիրապետել ենք տեղեկատվության, որ այս մեր լիբանանահայ բարեկամը Վիգենը տեղափոխվել է Հայաստան, տեղափոխվել է Շուշի մշտական բնակության։ Պատերազմի ընթացքում չի լքել Արցախը եւ որպես քաղաքացիական օգնել է, պատգարակներ է տեղափոխել, վիրավոր անձանց է տեղափոխել, միջև վերջի օրը մնացել է։ Ու ինքը մեր երկրի ծառայություններ է մատուցել։ Ու այսօր ժամանակն է, որ մեր երկրի գերությունից հետո մեր քաղաքացիները իդեպ ասեմ շատ քաղաքացիներ գրում են ու պատրաստակամություն են հայտնում մեր քաղաքացիներին այո օգնելու ֆինանսապես կամ հյուրանոցի հարց լուծելով կամ այլ միջոցներով ուզում եմ ասեմ սա ընդհանուր բոլորի սրտով է ու այս աշխատանքը մենք պետք է անենք նրանց մենակ չթողնենք։ Դուք ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ Թուրքիայի արտգործնախարարը աջակցություն է հայտնում Փաշինյանին ընտրությունների այս Նման տեղեկատվություն չեմ տիրապետում, չեմ ցանկանում մեկնաբանել, չեմ կարդացել։ Այլ հարցեր ունեք։ Տեսեք, նրանք ովքեր ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է ծառայության մեկնումը, հիմա եթե այս նախագծով նրանք զորակոչվեն բանակ, ստացվում է ծառայելու են 1.5 տարի 2-ի փոխարեն, ճիշտ է։ Ոչ, իմ նախագծի շահառուները ծառայելու են 2 տարի ժամկետով, քանի որ օրենքի շահառուները 1999 թվականին կամ 2000 թվականին ծնված քաղաքացիներն են, եթե նրանք սահմանված կարգով գնային ծառայության, պետք է գնային 2018 թվականին, իսկ 2018 թվականին գիտենք, որ ծառայությունը 2 տարի ժամկետով էր, այսինքն իրենք պետք է լրացնեն այն բացը, որը թողել են։ Իսկ այս նոր համազգեստի վերաբերյալ ինչ դիրքորոշում եք բացատրել։ Չեմ ուսումնասիրել, չեմ կարող դիրքորոշում հայտնել այս բանը։ Փաշինյանը գոհունակություն էր օրինակ հայտնել տարածել էր նմուշները։ Ես չեմ տեսել։ Շնորհակալ եմ։